Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուսն ազովրեցու սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Օրհնում եմ մեզ, մեր ընտանիքները, մեր սերունդները։ Ամենամեծ օրհնությունը Աստծուն ճանաչելն է։ Իմ աղոթքն է, որպեսզի մենք մշակույթային քրիստոնյաներ չլինենք։ Չլինենք մարդիկ, ովքեր ուղակի ծնվել են քրիստոնյա երկրում եւ այդպիսով իրենց քրիստոնյա են համարում, բայց Քրիստոսին չեն ճանաչում, Աստծուն չեն ճանաչում, Քրիստոսի ճանապարհով չեն քայլում, Քրիստոսի ասածը չեն անում։ Դա քրիստոնյա լինել չի նշանակում։ Դա լինում է ընդամենը մշակույթային քրիստոնյա։ Դա չի նշանակում փրկված լինել։ Դա չի նշանակում Տիրոջը պատկանալ։ Դրա համար, Տեր, ես խնդրում եմ, գալիս եմ ոտքերիդ առաջ ընտանիքիս բոլոր անդամների համար, իմ գերդաստանի համար, իմ հայ ազգի համար, լսողների ու նրանց ընտանիքների համար, որտև այս օրերին, Տեր, իմ ազգի մեծ մասը մշակույթային քրիստոնյաներ են, քեզ չճանաչող, քեզ հետ չքայլող, քեզ հետ չհարաբերվող։ Տեր, ներիր մեր մեղքերը, ներիր մեր ադաթով ու մշակույթով քրիստոնյա լինելը, ներիր Տեր, ներիր մեր նախնիների մեղքերը, ներիր մեր ծնողներին, որ մեզ չեն սովորեցրել, որ մեզ չեն սովորեցրել քո հետ հարաբերվել, որ մեզ չեն պատմել քո մասին, որ մեզ չեն կարդացել Աստվածաշունչը, որ մեզ չեն բացատրել։ Ներիր մեր քահանաներին, մեր եկեղեցու առաջնորդներին, որ իրենց շենքերից դուրս չեն եկել, չեն պատերազմել մեր հոգիների համար։ Ողորմիր, բեր մեզ հոգու, սրտի, մտքի, մարմնի բժշկություն ու առողջություն, որ մեր միտքը նորից առողջ լինի, մեր հոգին բուժված, մեր հոգու աչքերը բաց, որ կարողանանք քեզ հետ հարաբերվել։ Հալեցրու մեր քարացած սրտերը, Տեր, քանդի մշակույթային քրիստոնեությունը, Տեր, որ ճահճի պես մեզ կուլ ա տալիս, որ ութոտնուկի պես ճանկերը խրել ա մեր մեջ ու ոչնչացնում ա ազգիս։ Ազատագրի նաև մեր կամքը, մեր ժամանակը, մեր գումարները, որ ամեն բանով քեզ հաճելի լինենք ու քեզ ծառայեցնենք, որ մեղադրանքը չդնենք միայն մեր նախնիների, մեր ծնողների ու եկեղեցու առաջնորդների վրա, այլ պատասխանատվություն վերցնենք մեր կյանքերի համար, ուր ենք գնում, Տեր։ Հայր Աստված, թող մենք քո ողորմությամբ ու շնորհով ետ դառնանք ճշմարիտ հավատքի, թափտանք մեր վրայից մշակույթը, կրոնը եւ գանք ճշմարիտ հավատքի, որ ամեն հայ, որ իրեն քրիստոնյա է պատկերացնում ու համարում, իսկապես հոգուց ու ջրով ծնված լինի, վերստին ծնունդ ունենա, քեզ պատկանի, քեզանով ապրի, քեզանով վարվի, քեզ համար, որ մեր կյանքերով պատիվ, հարգանք, մեծարանք ու փառք բերենք քո անվանը, ամեն տեղ, ամեն մարդու առաջ, ամեն ազգի առաջ։ Ու քո սիրտը նորից լցվի ցնծությամբ, երբ մեզ նայես, երբ իմ ազգին նայես։ Թող որ ամեն մեկի սրտից ու բերանից դուրս գան այս ճշմարիտ ու փառահեղ խոսքերը։ Գոհություն եմ տալիս քեզ, ամենակարող ու բարձրյալ Աստված, որովհետև դու, Տեր, լավն ես, բարի ես, որտև քո սերն ու ողորմությունը հավիտենական են, հավատարիմ Աստված, թող որ մենք էլ քեզ հավատարիմ լինենք, այնպես ոնց որ դու ես արժանի, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք ելք գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Աստված բացահայտում է իր անունը Մովսեսին։ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես
գնամ Իսրայելի որդիների մոտ ու կասեմ նրանց. ձեր հայրերի Աստվածը ինձ ուղարկել է ձեզ մոտ։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ինչ է նրա անունը, ես ինչ պատասխան տամ նրանց։ Աստված ասաց Մովսեսին. ես այն եմ, որ եմ, կամ ես եմ, որ եմ։ Եվ ասաց. այսպես կասես Իսրայելի որդիներին. Եսեմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Աստված դարձյալ ասաց Մովսեսին. այսպես կասես Իսրայելի որդիներին. ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ Գնա հավաքիր Իսրայելի ծերերին և ասա նրանց, այսինքն Իսրայելի ավագներին. ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը երևաց ինձ ու ասաց. արդարև այցելեցի ձեզ և տեսա ձեր քաշածը Եգիպտոսում և ասացի. դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքից և տանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Նրանք կլսեն քո ձայնը, դու և Իսրայելի ավագները կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. Եբրայեցիների Աստվածը, Տերը հանդիպեց մեզ։ Հիմա թույլ տուր 3 օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն։ Հայր Աստված, փառահեղ, սուրբ, ճշմարիտ Աստված, քո խոսքը ճշմարտություն է և դժոխքի դռներն անգամ չեն կարող չեղարկել քո ճշմարտությունը։ Մենք արդարանում ենք Հիսուս Քրիստոսով, որ ճշմարտությունն է։ Թող այս ճշմարտությունը գոտի լինի մեր կյանքերի համար, գոտեպնդի մեզ, մենք արմատանանք քո ճշմարտության մեջ։ Եվ այս ճշմարտությունը քո թող այն մուրճը լինի, որ կջարդի մեր կարծրատիպերը, մեր մշակութային ադաթով նացիոնալիստական մտածելակերպը, Տեր իմ Աստված։ Ազգասիրությունն ու ազգաշովինիստությունը տարբեր բաներ են, ազգամոլությունը տարբեր բաներ են, թող քանդվի ազգամոլությունը և հաստատվի Հիսուսին նվիրվածությունը, Աստծո խոսքին մոլագար հավատալը, Հիսուսի անունով եմ աղոթում։ Երեկ տեսանք, որ Աստված կանչեց Մովսեսին, որ հետ գնա Եգիպտոս Փարավոնի մոտ ու ազատի Իսրայելի ժողովրդին ստրկությունից Եգիպտոսի։ Խոսեցինք, թե ինչու է Աստված մարդուն օգտագործում և ինքը չի ազատագրում Իսրայելին։ Լսեք նախկին դասերը, իսկ հիմա անցնենք այսօրվա հատվածի մեկնաբանությանը և կենտրոնանալու ենք այս 2 նախադասությունների վրա։ Մովսեսն ասաց Աստծուն. ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. ձեր հայրերի Աստվածը ինձ ուղարկել է ձեզ մոտ։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ինչ է նրա անունը, այսինքն ինչ է այդ Աստծո անունը, ես ինչ պատասխան տամ նրանց։ Աստված ասաց Մովսեսին. ես այն եմ, որ եմ, կամ սա ասվում է ես եմ, որ եմ։ Եվ Աստված ասաց. այսպես կասես Իսրայելի որդիներին. Եսեմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Մովսեսը ուղիղ հարց է տալիս Աստծուն, թե ինչ ասեմ Իսրայելի ժողովրդին, ով է ինձ ուղարկել իրենց փրկելու։ Նախկինում Մովսեսը ինքնակոչ ուզում էր փրկել իսրայելցիներին։ Հիմա Աստված է նրան ուղարկում, և հիմա ինքը ուզում է ճիշտ ձևով ներկայանալ նրանց, որ ոչ թե ինքն է որոշել իսրայելցիներին փրկել, այլ Աստված, ու Աստված է իրեն ուղարկել դա անելու։ Մովսեսը իրավացիորեն զգում էր, որ իրեն անհրաժեշտ է Աստծո լիազորագիրը, այսպես ասած, որ ներկայացնի Իսրայելի ժողովրդին։ Իսկ ո՞րն է Աստծո լիազորագիրը։ Աստծո անունը։
Նախկինում Մովսեսը իր թագավորական ընտանիքի անդամ լինելն էր համարում իր լիազորագիրը, բարձր ստատուս ունենալն էր համարում իր լիազորագիրը, իր հարուստ ու հայտնի լինելն էր համարում իր լիազորագիրը, այսինքն նախկինում իր լիազորագիրը իր գոռոզությունն էր ու իր ինքնավստահությունը, բայց 40 տարի ոչխարներ արածացնելը փոխել էր ամեն բան և գնացել էր նրա գոռոզությունը, ինքնավստահությունն ու ինքնահավանությունը։ Երբ կարդում ենք Աստվածաշունչը, հատկապես Հին Կտակարանը, տեսնում ենք, որ ամեն նոր իրավիճակում Աստված իրեն բացահայտում է մի նոր անունով, որ նկարագրում է իր էությունը, իր ով լինելը, իր մի նոր տիտղոսը։ Օրինակ, մի քանի օրինակներ Աբրահամից բերենք։ Աբրահամը Սոդոմի թագավորի հետ խոսելիս Աստծուն անվանեց Բարձրյալ Աստված։ Մենք Աստծուն ոչինչ չենք կարող անվանել, եթե Աստված չի բացահայտել դա մեզ, հա։ Կարդանք Ծննդոց 14:22-ը։ Աբրահամն ասաց Սոդոմի թագավորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքերը դեպի Տերը, Բարձրյալ Աստված, որ Տեր է երկնքի և երկրի։ Հետագայում Աբրահամը հանդիպեց ու Աբրահամի համար բացվեց, որ Աստված ամենակարող Աստված է։ Կարդանք Ծննդոց 17:1-ը։ Երբ Աբրահամը 99 տարեկան եղավ, Տերը երևաց Աբրահամին և ասաց նրան. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առաջ քայլիր և կատարյալ եղիր։ Հետո էլ Աբրահամը ճանաչեց Տիրոջը որպես հավիտենական Աստված։ Կարդանք Ծննդոց 21-33 խոսքերը։ Աբրահամը ծառ տնկեց Բերսաբեում և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծո անունը։ Եվ երբ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել իր որդուն Իսահակին, ու Տերը խոյ տվեց, որ զոհաբերի Իսահակի փոխարեն, Աբրահամի համար բացվեց, որ Տերը կարիքները հոգացող, ապահովող Աստված է, Եհովա Ջայրե։ Կարդանք Ծննդոց 22:14-ը։ Աբրահամը այդ տեղի անունը դրեց Եհովա Յիրե կամ Եհովա Ջայրե, և այսօր էլ ասում են այդ լեռան վրա, ուր Տերը հոգ է տանում։ Կամ Հագարը, եգիպտացի ստրուկը, ում հետ Աբրահամը ունեցավ Իշմայելին, հանդիպեց Աստծուն և Աստծուն ճանաչեց նոր կերպով, որպես Աստված, ով տեսնում է և տեսանելի է։ Կարդանք Ծննդոց 16:13 խոսքերը։ Հագարը իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց դու իմ տեսիլքի Աստվածն ես, այսինքն ես տեսա քեզ և դու ինձ տեսար։ Հիմա մենք պիտի հասկանանք, որ այս ամենը Աստվածաշնչում մեզ տրվում է, որ սա բացահայտում չլինի միայն Աբրահամի համար, միայն Հագարի համար, այլ սա բացահայտում է մեզ համար։ Մենք ընդունենք, վերցնենք և Աստծուն այսպես ճանաչենք։ Հակոբը, Աբրահամի թոռը, հանդիպեց Աստծուն որպես Էլ Էլոհե Իսրայել, որ նշանակում է Աստված, Աստվածը Իսրայելի։ Ծննդոց 33:20 Այդտեղ Հակոբը մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ Էլոհե Իսրայել։ Մեկ այլ տեղ էլ Հակոբին Աստված բացահայտվեց որպես Էլ Բեթել, որ նշանակում է այստեղ Աստված երևաց ինձ։ Ծննդոց 35:7 խոսք։ Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ Բեթել, որտև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։ Այսպիսով վերադառնալով Մովսեսին, եթե Մովսեսը պետք է գար Իսրայելի երեցների, ավագների մոտ որպես Աստծո ներկայացուցիչ, տրամաբանական էր, որ Իսրայելի ավագները Մովսեսին կհարցնեին. Ինչ անունով Աստված իրեն հայտնեց քեզ, որ քեզ ուղարկել է մեզ մոտ, որտև Աստված միշտ հայտնում է իր այն անունը, որ ճիշտ է այդ իրավիճակի համար։ Եվ Աստված Մովսեսին տալիս է այս անունը։ Աստված ասաց Մովսեսին. Ես այն եմ, որ եմ, կամ ես եմ, որ եմ։ Եվ ասաց այսպես կասես Իսրայելի որդիներին. Էմը կամ Եսեմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։
Ես այն եմ, որ եմ, կամ ես եմ, որ եմ։ Մեզ կարող է անհեթեթ թվալ սեփական անձին ես եմ, որ եմ արտահայտությամբ դիմելուն, հա։ Մի վարքյան։ Որը շատ բառացի կարանք հասկանանք ես եմ, որ կամ։ Սակայն դա բացահայտում է Աստծո մասին կարևոր մի բան, որ Աստծուն հավասար, Աստծո նման, Աստծո կարգին որևէ այլ մեկը չկա։ Աստծուն հավասար ոչինչ ու ոչ մեկը չկա։ Սա է ասում Աստված իր այս անունով։ Աստծո համար չկա այլ համարժեք, բացի իրենից, Աստծուց։ Եթե գրեք հավասարման նշանը ու մի կողմում դնեք Աստծուն, հավասարման նշանի մյուս կողմում ուրիշ ոչինչ չկա դնելու, բացի Աստծուց։ Աստծո համարժեքին ամենամոտը ասելն է, որ Աստված սեր է, ինչպես ասվում է առաջին Հովհաննես նամակի 4 գլխի 8-րդ խոսքում և 16 խոսքերում։ Սակայն սա էլ ճիշտ ու կատարյալ համարժեքը չէ Աստծո, որտև մենք այս խոսքը Աստված սեր է, եթե տեղերը փոխենք, հավասարումը ճիշտ չի լինի, որտև կստացվի սերը Աստված է, որը ճիշտ չէ։ Աստված սեր է, բայց սերը Աստված չէ։ Որովհետև Աստված այո սեր է, բայց նաև մեծ է, քան սերը։ Սերը լինելը բնութագրում է Աստծուն, բայց սերն ինքը Աստված չէ։ Այս ես եմ, որ եմ անունը կապված է Յահվե, Եհովա անվան հետ Աստծո։ Հրեաները այնքան էին վախում Աստծուց, որ նրա անունը չէին տալիս, չէին արտաբերում, ու երբ արտաբերում էին, լինում էր միայն բաղաձայնները Եհվ, որը հիմա ասում ենք որպես Յահվե կամ Եհովա։ Այսինքն Աստված տալիս է այն անունը, որ նրանք գիտեին։ Յահվեն ոչ նոր անուն էր, ոչ էլ անհայտ։ Այն ծննդոց գրքում հանդիպում է ավելի քան 160 անգամ։ Մովսեսի մոր անունը Հոքաբեդ էր, որը նշանակում է, որ Յահվեն իմ փառքն է։ Մովսեսն ու Իսրայելի ժողովուրդը գիտեին Յահվե անունը։ Աստված Մովսեսին չտվեց նախկինում անհայտ անուն, այլ տվեց Աստծո այն անունը, որ նրանք գիտեին նախկինում ու շատ լավ։ Աստված նրանց այդպես կոչ արեց վերադառնալ իրենց նախահայրերի հավատքին, այլ ոչ թե մի նոր բանին։ Այսպես կասես Իսրայելի որդիներին, Եսեմը կամ Ես էմը էմը կամ Եսեմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Աստված Մովսեսին ասաց, որ իր անունը Ես եմ է, քանի որ Աստված պարզապես կա ու շարունակապես կա, անցյալ, ներկա, ապագա չունի Աստված։ Աստծո համար երբեք չի եղել ժամանակ, նա սկիզբ ու վերջ չունի, նա ծնունդ չունի, չի եղել ժամանակ, երբ Աստված գոյություն չի ունեցել, և ոչ էլ լինելու է ժամանակ, երբ Աստված կդադարի գոյություն ունենալուց, ոչ էլ երբեմն եղել է ժամանակ, որ Աստված ժամանակավորապես դադարի լինել։ Ես եմ, որ եմ նշանակում է ես եղել եմ կամ ու կլինեմ, ու ես նույնն եմ, չեմ փոփոխվում, ես չեմ փոխվում։ Մեր եկեղեցիներում, հայկական եկեղեցիներում, եթե ուշադրություն դարձնեք, վարագույրի վրա մեծատառ է տառ է գրած։ Է տառը հենց դա է նշանակում, Աստված, որ է, այն հիմնված է ես եմ, որ եմ Աստծո անվան վրա։ Աստվածաշունչը ասում է Աստված, որ էր, որ է և որ գալու է։ Աստծո ես եմ անունը նաև պարունակում է այն գաղափարը ու սովորեցնում է մեզ, որ Աստված լիովին անկախ է, ինքնիշխան է, որ նա ոչնչի վրա կամ ոչ մեկի վրա հույս չի դնում իր կյանքի, իր գոյության համար։ Կարդանք Եսայի մարգարեության 40 գլխի
28-ից 29 խոսքերը։ Աստված է ասում. «Միթե չգիտես կամ չես լսել, որ հավիտենական Աստված է Տերը, արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարը անքննելի է, նա հոգնածին ուժ տվողն է, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը»։ Այսինքն մենք հասկանում ենք մի նոր բան Աստծո մասին, որ Աստված չի հոգնում, Աստված չի թուլանում, Աստված չի հիվանդանում, հակառակը, նա է հոգնածին ուժ տալիս, նա է զորություն տալիս թուլացածին, նա է զորություն տալիս կարողություն չունեցողին, անկարողին, ու որ Աստծո հանճարը, Աստծո գիտելիքը, Աստծո միտքը անքննելի է։ Կարդանք Հովհաննես ավետարանի 5-րդ գլխի 26 խոսքը. «Որովհետև ինչպես հայրն է կյանքի աղբյուր, հայր Աստվածը, այնպես էլ որդուն Հիսուս Քրիստոսին դարձրեց կյանքի աղբյուր»։ Այսինքն Աստված ինքը կյանքի աղբյուրն է, ինքը կյանքն է, ու իր գոյություն ունենալու, իր լինելու համար ինքն իրեն բավական է, ինքը կյանք է։ Որտեղ Աստված, այնտեղ կյանք։ Աստվածաբանները երբեմն այս որակը անվանում են aseity, անգլերեն բառը, կներեք հայերեն թարգմանությունը չգիտեմ, բայց դա նշանակում է, որ Աստված ոչ մեկի կամ ոչնչի կարիք չունի, կյանքը իր մեջ է։ Ես եմ, որ եմ անունը Աստծո մեզ համար բացահայտում է ու մեզ սովորեցնում է նաև, որ Աստված հավիտենական է, անսկիզբ ու անվերջ և նաև անփոփոխ։ Խստորեն ասած, աստվածային բառապաշարում անցյալ կամ ապագա ժամանակ չկա։ Բայց երբ Աստված օգտագործում է ժամանակները, խոսում է անցյալով, ապագայով, դա մեր մարդկային սահմանափակ մտահորիզոնին օգնելու համար է, որտեղ մենք ժամանակի մեջ ենք և սահմանափակված ենք ժամանակով ու չենք հասկանա, եթե Աստված այդ կերպ չխոսի մեզ հետ։ Այսինքն Աստված իր խոսքը դարձնում է այնպես, որ մեզ համար ընկալելի լինի, թե չէ մենք չենք հասկանա։ Ես եմ անունը իր մեջ ներառում է, որ Աստված մեզ համար դառնում է այն, ինչ պակասում է մեր կյանքում, մեր կարիքները։ Օրինակ, երբ մենք մեղքի պատճառով խավարի մեջ ենք, Հիսուսն ասում է. «Ես եմ լույսը»։ Մեղքի պատճառով մենք փրկության կարիք ունենք, Հիսուսն ասում է. «Ես եմ փրկությունը»։ Մահից հետո մենք հարության կարիք ունենք, Հիսուսն ասում է. «Ես եմ հարությունը»։ Քանզի մեղքի գինը մահն է, ու մենք մեր կյանքով պիտի վճարենք մեղքի գինը, եթե չընդունենք Հիսուսին, ապա Հիսուսն ասում է. «Ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը»։ Երբ մենք հոգևոր քաղցած ենք, Հիսուսն ասում է. «Ես եմ կյանքի հացը»։ Երբ մենք անպաշտպան ենք, նա ասում է. «Ես եմ բարի հովիվը»։ Աստված այն ամենն է, ինչ մեզ անհրաժեշտ է։ Աստծո մեջ ներփակված է ամեն բան, ինչ մարդու ապրելու, ոչ թե գոյատևելու, այլ լավ ապրելու համար անհրաժեշտ է և հավիտենական կյանքի համար է անհրաժեշտ։ Այստեղ, երբ Աստված ասում է իր անունը, ես եմ, որ եմ, նա համ հայտարարում է իր ով լինելը, համ էլ ներկայանում է։ Եվ այսպես Աստված հայտարարում է իր ներկայությունը և հրավիրում է յուրաքանչյուր հետաքրքրվողի ճանաչել Աստծուն անձնական փորձառությամբ, համտեսել և տեսնել, որ Տերը բարի է։ Այս նույն հրավերը ուղղվում է քեզ Աստվածաշնչի միջոցով։ Սա միայն Իսրայելի համար չէր, սա գրված ու փոխանցված է մեզ, որպեսզի Աստված այսպես քեզ էլ հրավիրի։ Ես եմը, սա Աստծո անունն է և նաև աստվածային տիտղոս, որը Հիսուսը հաճախ էր կրում իր վրա, հստակորեն նույնացնելով ինքն իրեն այրվող թփի միջից Մովսեսի հետ խոսող հրեշտակի հետ։ Սա էլ մեկ պատճառ, որ մտածում ենք, որ հրեշտակը դա Հիսուսն էր,
այս դեպքում։ Եկեք քննենք մի քանի դեպքեր, երբ Հիսուսը օգտագործում է եսեմը, որը ոչ թե քերականություն է, այլ Հիսուսը օգտագործում է աստվածային տիտղոսը, ցույց տալով, որ ինքը Աստված է։ Հովհաննես Ավետարան 8-րդ գլուխ 24 խոսք։ Հիսուսն է ասում. «Արդ ես ձեզ ասացի, ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ Հովհաննես Ավետարան 8-րդ գլխի 28 խոսք։ Հիսուսը նրանց ասաց. «Երբ մարդու որդուն բարձրացնեք, այսինքն խաչը հանեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում»։ Հովհաննես Ավետարան 8-րդ գլուխ 58 խոսք։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ նախքան Աբրահամը, կամ ես եմ նախքան Աբրահամը»։ Հովհաննես 13-րդ գլուխ 19 խոսք։ Ես ձեզ այդ ասում եմ այժմիվանից մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ Հովհաննես 18 գլուխ 4-6 խոսքեր։ Արդ Հիսուսը իրենց սպասվող այս ամենն իմանալով գնաց և նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան, նրան մատնողը։ Հենց որ նրանց ասաց «Ես եմ», նրանք հետ գնացին ու ընկան գետնին։ Մենք ասեցինք, որ Եսեմը համարժեք է Յահվե անվանը Աստծո։ Կարող եք փոխարինել Եսեմը Յահվեով։ Այսինքն Հիսուսն այստեղ պարզ ասում է. «Ես եմ Աստված», որտև Հայր, Որդի, Սուրբ Հոգի, մեկ Աստված, երեք անձ։ Հիսուսը չէր ստում, ասում էր ճշմարտությունը։ Ինչպե՞ս ես արձագանքում Հիսուսի Եսեմին։ Մնալու ես մշակութային քրիստոնյա, թե գալու ես Տիրոջ առաջ, ընկնես ոտքերը, ներում խնդրես և խնդրես, որ անձնական փորձով հարաբերություն ունենաս Աստծո հետ, ճանաչես Նրան, հաստատվես Նրա մեջ և հետևես Նրան, կյանքդ Նրան հնազանդեցնելով։ Այսքանը այսօր Հիսուսի արյան պաշտպանությունն եմ խոսում ամենքիս վրա, ամեն իրավիճակում թող Տերը հասնի և օգնի։ Խաղաղ, բարի կյանքը Աստծո ներկայության նշան չի միշտ։ Աստված շատ հաճախ ներկա է մարդկանց հետ իրենց դժվարությունների, դժբախտությունների մեջ։ Ոչ թե պետք է ձգտենք խաղաղության ու հարմարավետ ու լավ կյանքի, այլ պետք է ձգտենք Հիսուս Քրիստոսի կյանքի ամեն իրավիճակում։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի ու պահապան լինի։